Ուրեմն հարգելի իմ դիտորդ, ես ստացել եմ նորից հետաքրքիր հարց, ճիշտ է, ցավոտ թեմա է, բայց պիտի անդրադառնամ, քանի որ հարցրել են, պիտի պատասխանեմ եւ պիտի պատասխանեմ մաքսիմալ անկեղծ եւ ազնիվ։ Ուրեմն ինձ խնդրել էին նայել Հայաստանում 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետ կապված երկրաշարժը սարքած էր, թե բնական էր։ Ուրեմն ես ստացել եմ հորար քարտեզը, այս հարցով մի առ ժամանակ ապրել եմ, արտահայտել եմ իմ հույզերը, հետ եմ վերադարձել այդ վատ ժամանակաշրջանը, որպեսզի հորար քարտեզը ինձ տար ճիշտ պատասխան։ Ու ես ստացել եմ հորար քարտեզի պատասխան։ Իսկ հիմա ուշադիր լսեք, սա այն հարցերն է, որոնք տարիներ շարունակ խեղաթյուրված ձևով ով ինչ ուզել ասել է, ով ինչ ուզել մտածել է, ով ոնց ուզել մեկնաբանել է, ով ինչի հետ ուզել կապել է, եւ վերջապես եկել է ճշմարտության ժամանակը, իսկ ես խենթ անում եմ ճշմարտությունը գտնելու համար եւ այսպես ասեմ, մանրակրկիտ ուսումնասիրության աշխատանքը ինձ բավականին դուր է գալի։ Քարտեզի հիմնական տվյալները ասցենդենտ ձկներ եւ սա կոչվում է աստղագուշակության մեջ կառավարվում է Յուպիտեր մոլորակով եւ ավանդական ուրեմն ժամանակակից ձևով Նեպտունով։ Դեսցենդենտը կույս կառավարիչը Մերկուրին։ Միդհավեն MC աղեղնավոր աջեղջուր սահմանագծին։ Լուսին մոն գտնվում է աղեղնավորում 9-րդ տանը։ Ուրեմն հարց տվողի եւ հարցի սուբյեկտի կառավարիչը, քանի որ ասցենդենտը ձկներն է, ուրեմն հարց տվողը եւ քարտեզ բացողը ես եւ հարց տվողը Յուպիտերն ենք։ Յուպիտերը գտնվում է առյուծի նշանում 5-րդ տանը, սա ցույց է տալիս, որ հարցը բխում է հետաքրքրասիրությունից կամ պատմական ճշմարտությունը բացահայտելու ցանկությունից։ Երկրաշարժ ուսումնասիրող երևույթները, բնական աղետները, ստորգետնյա շարժերը, տեկտոնական երևույթները հորարային աստղագուշակության մեջ կառավարվում է 4-րդ տանը, արմատներ, երկիր, հող եւ Պլուտոն ստորգետնյա ուժեր, տրանսֆորմացիա, կործանում եւ այդպես 4-րդ տանը։ 4-րդ տան գագաթը կուսպիտը գտնվում է երկորյակներում եւ խեցգետնում։ Պլուտոնը գտնվում է 11-րդ տանը ջրհոսի նշանում։ Բնական է թե արհեստական է, ըստ աստղաբանական ցուցիչների։ Ուրանի դիրքը Ուրանը հանկարծակի ցնցումներ, պայթուններ, արհեստական կամ տեխնոլոգիական միջամտություն գտնվում են ցուլի նշանում, երկիր, հող, նյութական հիմք եւ 3-րդ տանը։ Սա արդեն իսկ խոսում է երկրի կեղևի հանկարծակի կտրուկ պատրվածքի ցնցման մասին, ցուլի Ուրանի ուրեմն բնորոշ եւ ուժեղ երկրաշարժի մասին։ Մարսի եւ Ուրանի ընդդիմությունը, օպոզիցիա։ Քարտեզում տեսնում ենք կապույտ ուղիղ գիծ, Մարսի ուրեմն կարիճում 8-րդ տան ճգնաժամեր, մահ եւ Ուրանի ցուլում միջև ուրեմն օպոզիցիոն գծեր 8-րդ տան Մարսը խորհրդանշում է հսկայական կործանարար էներգիայի ազատում։ Սա տեկտոնական սալերի բախման եւ բնական էներգիայի պայթունի դասական ցուցիչ է։ Սատուրնի եւ Նեպտունի միացությունը, ուրեմն այս երկու մոլորակներն էլ գտնվել են ռետրոգրադ դիրքում, նրանք գտնվում են խոյի նշանում, առաջին տանը եւ երկուսն էլ հետընթաց։ Սատուրնը ներկայացնում է կարծր կառուցվածքներ, շենքեր, երկիր եւ կեղև։ Նեպտունը ներկայացնում է քաոս, թուլացում եւ փլուզում։ Առաջին տանը դրանց առկայությունը եւ հետընթաց լինելը ցույց է տալիս, որ գործընթաց է եղել է երկրաբանական 5 կուտակված լարվածության հետևանք Սատուրն ռետրո, որը հանկարծակի թուլացել է եւ քանդվել է, դա էլ Նեպտուն։ Լուսնի դիրքը վերջնական պատասխանը։ Հորարային աստղագուշակության մեջ լուսինը ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը։ Լուսինը գտնվում է աղեղնավորում 9-րդ տանը, բարձրագույն ճշմարտություն եւ բնության օրենքներ։ Այն կազմում է ներդաշնակ ասպեկտին եւ սեքստիլ Լիլիթի
եւ այն մոլորակների հետ, ինչը նշանակում է, որ իրադարձության հիմքում ընկած են եղել տիեզերական եւ բնական մեծ ուժեր։ Արհեստական կամ մարդացի միջամտության, որը սովորաբար կապվում է Մերկուրի, Ուրան կամ Մարս, Պլուտոն, Սուր, արհեստական տեխնոգեն ասպեկտների հետ ուղղակի եւ հստակ ապացույց քարտեզում ոչ միտեղ չի երևում։ Եզրակացություն աստղաբանական տեսանկյունից այս քարտեզը հակված է հաստատելու, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը եղել է բնական երկրաբանական աղետ Ցուլի, Ուրանի, Կարճի, Մարսի եւ Խոյի, Սատուրնի ռետրո դիրքերի համակցությամբ։ Երկրակեղևի հանկարծակի պատրվածք Ուրանը ցուլում ներկայացնում է Երկիրը, Հողը, տեկտոնական սալերը եւ կայուն նյութական հիմքերը։ Ուրանը հանկարծակիություն, պայթուններ եւ կտրուկ ցնցումներ։ Աստղաբանական պատճառը Ուրանի գտնվելը ցուլի նշանում ուղղակիորեն խորհրդանշում է երկրակեղևի կայունության հանկարծակի խախտում, սալերի պատրված եւ ցնցում։ Կուտակված ստորգետնյա ճշմարան բաց թողում, Մարս, Ուրան ընդդիմություն։ Մարսը գտնվում է կարիճի նշանում, որը կառավարում է ստորգետնյա թաքնված հսկայական էներգիաները եւ ճգնաժամերը։ Այն գտնվում է 8-րդ տանը, մահ, կործանում եւ տրանսֆորմացիա։ Աստղաբանական պատճառը Մարսի եւ Ուրանի միջև առկա ուղիղ հակամարտությունը, կապույտ ընդդիմությունը քարտեզի կենտրոնում ցույց է տալիս, որ ստորգետնյա հսկայական ճնշումը Մարսը կարիճում հասել էր իր գագաթնակետին եւ հանկարծակիորեն պայթել եւ երկրի մակերևույթում Ուրանը ցուլում, առաջացնելով աղետալի սեյսմիկ ալիք։ Հին կառուցվածքների թուլացում եւ փլուզում Սատուրն, Նեպտուն։ Սատուրնը պատասխանատու է կայունության, քարե կոնստրուկցիաների, շենքերի եւ երկրի կարծը շերտերի համար։ Նեպտունը ջնջում, թուլացնում է եւ քաոսի է վերածում այդ ամենը, ինչի դիպչում են։ Աստղաբանական պատճառը այս երկու մոլորակների միացությունը հետընթաց, ուրեմն Առաջին տանը փաստում է, որ երկրաբանական կառուցվածքներում առկա են եղել հին թաքնված թերություններ կամ դեֆորմացիաներ, որոնք ժամանակի ընթացքում թուլացել են։ Նեպտուն եւ այլևս չեն կարողացել դիմադրել սեյսմիկ ճնշմանը Սատուրն, ինչն էլ հանգեցրել է զանգվածային փլուզմանը։ Ուրեմն, եթե հաշվի առնենք, որ տները, շենքերը ավելի պրոֆեսիոնալ ձևով եւ ավելի ամուր կառուցվածք ունենային, հնարավոր էր աղետ այդքան զոհեր չունենար, չպատճառեր մեզ եւ այդքան շատ փլուզումներ տեղի չունենար։ Բնականը բնական, բայց եղել են կոնստրուկցիաների եւ շինությունների ոչ լիարժեք կառուցում։ Սա աստղաբանական տեսանկյունից աղետի աշխարհագրական եւ տարածքային ազդեցությունն է, ինչպես նաեւ տուժած բնակության վիճակը հստակորեն նկարագրում է 4-րդ, 8-րդ եւ առաջին տների միջոցով։ 4-րդ տուն աղետի էպիկենտրոն եւ հող։ Տարածքային ուրեմն 4-րդ տունը պատասխանատու է անմիջապես այն տարածքին, հողի եւ սեյսմիկ կենտրոնի համար, որտեղ տեղի է ունեցել իրադարձությունը։ Քարտեզում 4-րդ տան գագաթը գտնվում է Խեց գետնի սահմանագծին։ Սա ցույց է տալիս, որ աղետը հարվածել է մարդկանց հայրենիքի տներին, ընտանիքներին եւ հիմքերին։ Խեց գետինը խորհրդանշում է տուն, արմատներ։ Մարսի ազդեցությունը գտնվում է 4-րդ տան անմիջական ազդեցության տակ, 8-րդ տանից ընդդիմություն կազմելով Ուրանին, ինչը նշանակում է, որ տարածքը ենթարկվել է հզոր, ագրեսիվ եւ կործանարար ֆիզիկական հարվածին։ Հիմա կասեն գուշակությունը մեղք է, դեբիլ ապրելը մեղք չի։ Եվ այսպես 8-րդ տուն, գիտությունը մի խառնեք ձեր աղանդի հետ։ Աստծո սիրուն, ես որոշել եմ գիտակցված ապրել։ 8-րդ տուն զանգվածային ճգնաժամ եւ կորուստներ, տարածքային խորհուրդը։ Այս տունը ցույց է տալիս աղետի հետևանքով առաջացած ճգնաժամի մասշտաբները, կորուստները եւ հավաքված տրավմաները։ Քարտեզում այստեղ գտնվում է Մարսը, կարիճի նշանում, իր տանը, որտեղ նա ամենաուժեղն է։ Սա մատնանշում է, որ աշխարհագրական այդ տարածքում տեղի ունեցել էներգիայի հսկայական տեկտոնական կուտակում եւ դրա կտրուկ ազատումը, ինչը բերել է ծայրահեղ ծանր հետևանքներ եւ մասշտաբային ավերածություններ։
Առաջին տուն բնակավայրերի և շինությունների ֆիզիկական վիճակը։ Տարածքային խորհուրդը առաջին տունը ներկայացնում է տարածքի ֆիզիկական մարմինը, տվյալ դեպքում քաղաքների Սպիտակ, Գյումրի, Լենինական, Վանաձոր, Կիրովական, մի խոսքով ճարտարապետական և կառուցվածքային տեսքը։ Քարտեզում, ինչպես նշվեց, այստեղ գտնվում է Սատուրն, Նեպտուն։ Սատուրնը ցույց է տալիս հենց բնակելի շենքերը, պատերը, կոնստրուկցիաները, իսկ Նեպտունի հետ համակցությունը փաստում է, որ այդ շինությունները տարածքային առումով ենթարկվել են տոտալ քայքայման, փլուզման և վերածվել են փլատակների։ Գուցե իրենց դարն են ապրած եղել, գուցե թերի պատրաստված եղել կամ իրենց սարքելուց սեյսմիկությունը հաշվի առած չեն եղել և այսպես մենք ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք, ցավոք սրտի։ Աստղաբանական քարտեզի պրոֆեսիոնալ վերլուծությունը ցույց է տալիս, որ սա եղել է բնական աղետ։ Երկրային տարիքի ակտիվացում Ուրանի դիրքը ցուլի երկրի նշանում խորհրդանշում է բնական տեկտոնական շարժ։ Բնական էներգիայի պայթուն, Կարիճի, Մարսի և ցուլի Ուրանի հակամարտությունը դասական ցուցիչ է, որը նկարագրում է երկրի ընդերքում դարերով կուտակված սեյսմիկ ճնշման բնական կանխատեսելի արտահոսք։ Արհեստական ցուցիչները այստեղ չկան, բացակայում են մարդածին կամ տեխնոլոգիական միջամտություն, օրինակ արհեստական պայթյունների համար և կտրուկ տեխնոգեն աստղաբանական ասպեկտներ քարտեզում չկան, որ այստեղ ինչ-որ բան օգտագործվել է։ Կարծում եմ այսքան երկար տարիներ գիտական ոչ մի բացատրություն մինչև օրս դուք չեք ունեցել, ժողովուրդ ջան, այժմ դուք ունեցաք իրական երկրաշարժի պատճառը։ Իդեպ ասեմ, որ ինձ խնդրել էին, որ ես նայեի Ռուսաստանում զինվորական հավաք լինելու է, թե չի լինելու, ես քարտեզը կազմել էի, վիդեոն էլ կարծեմ արեցի ու տենց էլ չեմ ներկայացրել, բայց նորից կթարմացնեմ, բայց չխառնեմ այս նյութի հետ, որովհետև սրանք տարբեր բաներ են, կխոսեմ անպայման, ես չեմ անտեսում ձեր կարծիքը։ Այնտեղ ինձ գրել են, կլինի, որ Ծառուկյանի համար նայեք, ես Ծառուկյանի նատալ քարտեզը նայել եմ նաև հորար քարտեզը Ծառուկյանի հետ կապված, մինչ այդ արդեն ասել էի, որ Ծառուկյանի սահմանափակում է սպասվում, հետո որ այն ժամանակ իր շուրջը պտտվում էր խոսակցություն, ովքեր որ հետևել են իմեջին կհիշեն, ես ասեցի, որ այո, իրեն սպասվում է ազատազրկում։ Այս մասին արդեն խոսացել եմ, որ մտնեք մանրամասը կլսեք, ինչ եմ ասել, ինչ եմ խոսացել, ուղղակի նյութերը պետքա փնտրեք ման գաք։ TikTok-ում իրանք play-list-ում են, հա, Հայաստան գլոբալ հարցեր կամ բացահայտումներ։